Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես փառաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադարում։ Քաղաքական ռեպրեսիաների կենտրոնում ոչ միայն Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, այլև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ընդ որում, Գյումրիում իրավիճակը փոխելու քաղաքական հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։ Ակնհայտ է, որ հրահանգն արդեն տրված է, այն է, մինչև 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտից հեռացնել մարդկանց, ովքեր իրական աջակցություն ունեն համայնքներում։ Մարտուն Գրիգորյանը այդ ցուցակում է։ Իշխանական մեքենան ընտրել է մի քանի ուղղություններ Մարտուն Գրիգորյանի դեմ, Շիբինի տեսքով ընտրակաշառքի թեման են ակտիվացրել, ցանկանալով նրան մեղադրանք ներկայացնել ի վերջո ազատազրկմանը հասնելու համար։ Սակայն այդ պրոցեսը չի սահմանափակվում միայն պատգամավորի անձով, թիրախում են նաև նրա ընտանիքի անդամները։ Ավագ որդի Կամո Գրիգորյանի նկատմամբ այժմ հայտարարված է հետախուզում։ Միջնեկը Կարեն Գրիգորյանը, որպես Գյումրու ավագանու անդամ վերահսկվող սարքով է շրջում քաղաքում նույն Շիբինի գործով։ Հայրը Կամո Գրիգորյանն էլ թոռան Կարեն Գրիգորյանի կարգավիճակում է։ Հիշեցնենք, որ քաղաքական ու վարչական ճնշումներով Մարտուն Գրիգորյանի ավագանու Մեր քաղաքը դաշինքի խմբակցության անդամ Կարեն Բադալյանին գողացան, այդ մասին հազանգում էին փաստաբանները։ Անհետացումից հետո նա մանդատից հրաժարվելու դիմում գրեց, այնուհետև հեռավար դիմում գրեց մանդատը հետ վերցնելու համար, ի վերջո դատարանում պարտություն կրեց եւ Մարտուն Գրիգորյանը կարողացավ իր ստացած մանդատին տեր կանգնել։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Մարտուն Գրիգորյանի երբեմնի մտերիմ Կարեն Բադալյանն այդ դեպքից հետո ընտանիքով հեռացել է Գյումրիից։ ԿՊ-ի առանձնահատուկ թիրախում է պատգամավորի ավագ որդին Կամո Գրիգորյանը, որը չնայած երիտասարդ տարիքին հեղինակություն ունի Գյումրիում եւ իշխանությունը փորձում է նրան մեկուսացած պահել չեզոքացնելու նպատակով։ Նույն տրամաբանությամբ փորձում են սահմանափակել Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի դիրքերը, նրան եւս զրկելով գյումրեցիների հետ շփումից, քանի որ նա էլ ազդեցիկ է համայնքում։ Միևնույն ժամանակ իշխանությունը 4 կողմերից աշխատում է բողոքել թշնամությունը Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջև քարոզչական հակադրություններ, լարումներ առաջացնելով, ԿՊ-ն ձգտում է հասնել Գրիգորյանների եւ Ղուկասյանների թիմերի միջև կրակոցների։ Մարտուն Գրիգորյանը լուռ է, չի արձագանքում բացահայտ հակադարձումներով, իսկ Վարդան Ղուկասյանը երեկ արդեն հրապարակավ ակնարկեց, թե մեզ ուզում են Մարտունի հետ հագցնել իրար։ Դեպքերը կատարվեց նորից, բան եք գալիս, թողնում եք, հասկացար, գնում եք, տեսնում եք, ասենք յուրաքանչյուր մարդ խնդիրներ կունենա։ Եթե քաղաքապետի ընտրությունները բաները չի կարող պատահի հակասություններ չունենան։ Գնում եք նրանց կողքը, ձեր ենիչերներին ուղարկում եք սուտ այդ կյանքերի մեջ, նրանց դուխ են տալիս, ավտոմատները ձեռներն են տալիս, հարձակվում են մյուսների վրա, մյուսները նրանց վրա, ինչ ուզենում պետական օրենք կառուցում եք, էլ այս ամեն ինչը։ Հիմա ես կոնկրետ հայտարարություն եմ տարածում։ Կամ ասեք, սա դեմոկրատական երկիր է, որ իրոք օրենքը գերակա է այս երկրում, կամ ասեք, որ մի անձնակ այն ժամանակ քննադատում եք կոմունիստներին, թե մի կուսակցություն կար։